Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։ Խաչատուրյանը նոյեմբերի 4-ից 6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները արտասահմանյան գործընկերների հետ։ Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովին խաղաղության քույզ զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ խորագրի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը կպատասխանի համաժողովի մասնակիցների հարցերին։ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականի անդամ գերծանր քաշային Մերի Թումասյանը պոկուն վարժությունում գլխավերևում պահել է 98 կիլոգրամ, իսկ հրումում 120 կիլոգրամ։ Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երկամարտի 218 կիլոգրամ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4-րդն է։ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում քաղաքացիների վարկային պորտֆելը հասնում է 7 տրիլիոնի և շատ դժվար է կառավարել ու վերահսկել յուրաքանչյուր զեղծարարության դեպք։ Այս մասին այսօր նոյեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա վստահեցրել է աշխարհում չկա մի երկիր, որի բանկային համակարգում չլինեն զեղծարարություններ։ Այս ուղղությամբ Կենտրոնական բանկը պարբերաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Մեր նպատակն է, որ այդ դեպքերի քանակը հասցնենք նվազագույնի և հետո կարողանանք ինստիտուցիոնալ լուծումներ տալ, նշել է Գալստյանը։ Նա պատմել է, որ այսօր իրեն ցույց են տվել մի թուղթ, որի վրա կեղծել են իր տեղակալի ստորագրությունը։ Իհարկե նման ստորագրություն նա չունի, սակայն այդ թղթի վրա դրել են սոցիալական ապահովության ինչ-որ հիմնադրամի կնիկ, որպեսզի կարողանային ինչ-որ զեղծարարություն անել։ Սա ասում են, որ մեր քաղաքացիներն ամեն անգամ անվտանգության հիգիենայի կանոնները պահեն։ Եթե զանգ են ստանում ֆինանսական ինչ-որ կառույցից, լինեն կասկածամիտ, միանգամից չվստահեն, անջատեն զանգը, հետ զանգեն։ Այսինքն անպայման ինչ-որ քայլեր անեն համոզվելու համար, որ իրենք խոսում էին այն մարդու հետ, ում հետ ուզում էին, ընդգծել է Կենտրոնական բանկի նախագահը։ Եվրոպական հանձնաժողովը դատի կտա 3 եվրոպական երկրների Ուկրաինայի նկատմամբ արտահանման սահմանափակումների համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Դիկտատուրա։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ քրեական հետապնդում կհարուցի 3 անդամ պետությունների նկատմամբ բավարար քանակությամբ ուկրաինական արտադրանք չներմուծելու համար, հայտնել է նա։ Քաղաքական գործչի խոսքով Եվրոպական միության և Ուկրաինայի միջև ազատ առևտրի նոր համաձայնագիրը կհանգեցնի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի հոսքի ամբողջ մայրցամաքում։ Թուրքիան մտադրություն չունի համագործակցել վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի ներկայիս կառավարության հետ։ Այս մասին հաղորդել է թուրքական կառավարամետ Հյուրիետ Թերթը։ Հրատարակությունը նաև նշել է, որ Իսրայելում նոր կառավարության հնարավոր ձևավորման գործում թուրքական իշխանությունների համար որոշիչ գործոնները կլինեն ինչպես այն գաղափարախոսությունը, որին այն կհետևի, այնպես էլ այն քաղաքականությունը, որը կվարի։ Հյուրիեթը արձագանքել է Անկարայում ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ նախագահի Սիրիա հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի վերջերս արված այն հայտարարությանը, որ Թուրքիան և Իսրայելը չեն կռվի միմյանց դեմ։ Բարաքը նաև պնդել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն կատարելու մեջ և Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին ոչ հաստատել է, ոչ էլ հերքել այն տեղեկությունները, որ նա պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի։ Հարցը բարձրացվել է Ճապոնիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ։ Ես կխուսափեմ պատասխանելուց, ասել է նա ի պատասխան պատգամավորներից մեկի այս հարցին։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը լրագրողներին հայտնել է, որ Տոկիոյում Թրամփի և Տակաիչիի միջև երկկողմ ժամանակ Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է ԱՄՆ նախագահի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու իր մտադրության մասին։ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իրեն արժանի է համարում Նոբելյան խաղաղության մրցանակի։ Հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտարարեց, որ այս տարվա մրցանակը շնորհվել է Վենեսուելայի խորհրդարանի նախկին ընդդիմադիր անդամ Մարիա Կորինա Մաչադոին։
Բելգիայում սկանդալ է հասունանում թագավորության ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման մեկնարկի շուրջ, որոնք ինչպես պարզվել է չափազանց թանկ են շահագործման համար, աղմկոտ եւ բացարձակապես չափազանց շատ են այս փոքր թագավորության համար։ Գրում է 20 մինուտ հրատարակությունը։ Նոր թանկարժեք ինքնաթիռի դեմ քննադատության առաջին ալիքը առաջացավ Բելգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Թեո Ֆրանկենի վերջերս Դաշնային խորհրդարանում ունեցած ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ թագավորության օդային տարածքը անբավարար է կործանիչների ուսումնական թռիչքներ իրականացնելու համար եւ որ անհրաժեշտ կլինի բանակցել Ֆրանսիայի, Իտալիայի եւ Նիդերլանդների երկնքի օգտագործման շուրջ։ Բելգիան դարձել է ինտերնետային ծաղրի առարկա իր չափազանց փոքր երկնքով F-35-ի համար, նշում է հրատարակությունը։ Նեպալում Պանբարի գագաթը բարձրանալու ժամանակ երկու իտալացի լեռնագնաց է մահացել, երեքշաբթի օրը հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հոկտեմբերի 31-ի Զուրբաթ օրվանից կապը կորել է երկու իտալացի լեռնագնացների Ալեսանդրո Կապուտոյի եւ Ստեֆանո Ֆարոնատոյի հետ, որոնք բարձրանում էին Նեպալի Պանբարի գագաթը։ Տեղական իշխանությունները հաստատել են նրանց մահը այսօր առավոտյան, ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Իտալացիները 5000 մետր բարձրության վրա հայտնվել են առատյան մեջ։ Գագաթնակետի բարձրությունը 6887 մետր է։ Արտաքին գործերի նախարարության տվյալներով Ֆարոնատոյի եւ Կապուտոյի հետ մեկտեղ անհետացել են նաեւ այլ իտալացիներ եւ նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կալկաթայում Իտալիայի գլխավոր հյուպատոսությունը հետևում է իրավիճակին։ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Ռուսաստանի հետ առևտրային եւ տնտեսական կապերը սահմանափակելու համար, սակայն Անկարան չի կարող կատարել այդ պահանջները, քանի որ դա կվնասի գյուղատնտեսությանը եւ զբոսաշրջությանը, ՌԻԱ Նովոսիին ասել է թուրք տնտեսական մեկնաբան Մուստաֆա Ռեջեփ Էրչինը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Թուրքիան կդադարի ռուսական նավթ գնելուց։ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում սեպտեմբերի 25-ին։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի խնդրանքով ռուսական էներգակիրների ներմուծումը դադարեցնելու հնարավորությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է Թուրքիայի դիրքորոշումը եւ կասկած չունի, որ Անկարան կգործի սեփական ժողովրդի շահերից ելնելով։ Չինական էլեկտրական մեքենաների արտադրող Xpeng ընկերությունը Չինաստանի հարավում գտնվող գործարանում սկսել է թռչող մեքենաների փորձնական արտադրություն։ Հաղորդում է Xinhuan։ Չինական էլեկտրական մեքենաներ արտադրող Xpeng ընկերության թռչող մեքենաների ստորաբաժանումը Xpeng Aerotը երկուշաբթի օրը սկսել է փորձնական արտադրությունը աշխարհի առաջին խելացի գործարանում էլեկտրական ուղղահայաց թռիչքի եւ վայրեջքի ինքնաթիռների զանգվածային արտադրության համար, ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանժոու քաղաքում գտնվող 120,000 քառակուսի մետր մակերեսով գործարանն արդեն արտադրել է ցամաքային ավիակիր մոդուլային տրանսպորտային միջոցի առաջին անջատվող էլեկտրական ինքնաթիռը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում զգուշացրել է, որ կարող է կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորման մեծ մասը, եթե քաղաքապետի ընտրություններում հաղթի դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Զոհրան Մամդանին։ Եթե Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթի կոմունիստ թեկնածու Զոհրան Մամդանին, շատ քիչ հավանական է, որ ես իմ սիրելի առաջին տանը կտրամադրեմ որևէ դաշնային ֆինանսավորում, նվազագույնից ավելին, հայտնել է Թրամփը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Մամդանիի կառավարման օրոք ամերիկյան մետրոպոլիսը գոյատևման ոչ մի շանս չունի։ Ես խորապես համոզված եմ, որ Նյու Յորքը կդառնա լիակատար տնտեսական եւ սոցիալական աղետ, եթե Մամդանին հաղթի, հավելել է ԱՄՆ նախագահը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարային հրավիրել է Գերմանիա Սիրիացի փախստականների հայրենիք վերադարձի հարցը քննարկելու համար, հաղորդում է Agence France Press-ը։ Մերցն ասել է, որ Սիրիայի նոր ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային հրավիրել է այցելել Գերմանիա, միասին քննարկելու, թե ինչպես կարող ենք լուծել այս խնդիրը, հայտնել է գործակալությունը։
2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարան հռչակվեց Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար։ ԱՄՆ իշխանությունները կարող են ամբողջությամբ փակել երկրի օդային տարածքը օդային անվտանգության սպառնալիքի պատճառով, հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։ Եթե մենք կարծենք, որ դա անվտանգ չէ, մենք կփակենք ամբողջ օդային տարածքը, ասել է նա CNBC News-ին։ ԱՄՆ պաշտոնյայի խոսքով շարունակվող շատդաունը որոշակի ռիսկի տար է պարունակում և ԱՄՆ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դադարեցնել թռիչքները։ Ավելի վաղ Դաֆին զգուշացրեց ամբողջ երկրում չվերթների չեղարկումների և ուշացումների մասին ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցման պատճառով, օդային երթևեկության կարգավարների պակասի պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլի գործողությունները հանգեցրել են երկրի հյուսիս-արևելքում էներգակիրների գների զգալի աճի։ Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը նոյեմբերի 3-ին Truth Social-ին ասել է, որ Հոչուլը սպանում է ամբողջ տարածաշրջանը, քանի որ էներգակիրների գները դուրս են եկել վերահսկողությունից և սպասվում է, որ դրանք կեռապատկվեն։ ԱՄՆ նախագահի խոսքով դրա պատճառն այն է, որ նահանգապետը թույլտվություն չի տալիս Նյու Յորք նահանգում մի շարք նոր գազատարների կառուցման համար։ Ամբողջ Կոնեկտիկուտը, այդ թվում նրա նահանգապետը և Նոր Անգլիան ներառում է Վերմոնտ, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Մեն, Նյու Հեմփշիր և Ռոդ Այլենդ նահանգները իսկապես զայրացած են նրա վրա, հավելել է Թրամփը։ Լեհաստանը մտադիր է ստեղծել իր սեփական անօդաչու թռչող սարքերի պատը առանց սպասելու Եվրամիության մակարդակով նմանատիպ նախաձեռնության իրականացմանը, հաղորդում է Bloomberg-ը։ Լեհաստանը նախատեսում է մի քանի ամսվա ընթացքում սկսել ազգային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգի մշակումը առանց սպասելու Եվրամիության նախաձեռնությանը, հաղորդում է հրատարակությունը։ Գործակալությունը հաղորդում է, որ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը հայտարարել է, որ նախարարությունը կհայտարարի թշնամու անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, ճնշման և չեզոքացման տեխնոլոգիաների ներդրումների մասին որպես ավելի լայն հակաօդային պաշտպանության ծրագրի մաս։ Լեհաստանի կառավարությունը նպատակ ունի նախաձեռնությունն իրականացնել իր հայտարարությունից հետո 3 ամսվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։ Ուկրաինան բոլոր հիմքերն ունի Կիևի Եվրամիության անդամակցության ճանապարհին դրական արդյունքի վրա հույս ունենալու։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր Տելեգրամի անալիքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ զրույցից հետո։ Եվրամիությունը 2025 թվականին լայնման փաթեթի շրջանակներում տարեկան զեկույցը կհրապարակվի վաղը։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի առաջընթացը Եվրամիության անդամակցության ճանապարհին և կամ բոլոր հիմքերը հույս ունենալու մեզ համար դրական արդյունքի վրա, ընդգծել է նա։ Զելենսկու խոսքով Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է էներգետիկայի ոլորտում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում տարբեր հաստատությունների և երկրների հետ համակարգման մասին։ Ամռանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Երևանում 2026 թվականի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է այսօր Երևանում Օրբելի ֆորումի ժամանակ, հույս հայտնելով, որ Ռեջեփ Էրդողանը կընդունի այս հրավերը։ Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես 2 անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ, առաջին անգամ աշխատանքային այցով, երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո, այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Վեհափառ Հայրապետի գահակալության 26 տարվա ընթացքում կառուցվել, նորոգվել եւ օծվել է շուրջ 300 եկեղեցի, 25 վանք, անցել է Մայրաթորի տնօրինությանը։ 26 տարի առաջ հայ եկեղեցին թևակողել է նոր դարաշրջան համակարգային բարեփոխումների, հոգեվոր զարթոնքի, եկեղեցական ու հասարակական փոփոխությունների։ Վերազարթոնք է ապրել Գևորգյան ճեմարանը, որն այսօր միակ կրթական հաստատությունն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան։ 25 տարում հազվագյուտ մասունքներով է հարստացել Մայրաթորի սրբությունների գանձարանը։ Հայրապետի միջնորդությամբ ու տնօրինությամբ Սուրբ Էջմիածին է բերվել համաքրիստոնեական սրբերի 32 մասանց, պահարաններ, տարբեր սրբազան մասունքներով, որոնք հրաշագործությունությամբ փարատում են հավատացյալների հոգեկան ու մարմնական հիվանդությունները։ Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են։ Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել, այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։ Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով նախարարությունից հորդորում են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմելով պոլիկլինիկա կամ պատվաստումային շարժական կետեր։ Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձել է Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն, այս մասին հայտնել են ֆեդերացիայից։ Եվրոպայի առաջնության 94 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկուն վարժությունում ունեցել է 3 հաջող մոտեցում, բարձրացնելով 150, 155 և 160 կիլոգրամներ։ Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 190, 196, 201 կիլոգրամներ, այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր։ Երկամարտի 361 կիլոգրամ արդյունքով Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։ Այսօր Գարեգին II ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է։ Մայրաթորը շնորհավորական ուղերձ է հղել։ Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը, մաղթելով ազգընտիր Հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և հոգևոր անբեկանելի եռանդ, փոթորկահույզ ալեկոծություններով Հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։ Եվ թող բարձրյալն իր ողորմությամբ անսասան պահի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը և ծաղկյալ Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը, ասված է ուղերձում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն համաժողովի ընթացքում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ասել եմ մի բան, որ գուցե մի տարի, երկու տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասել եմ նաև, որ այդ թեման ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգն ընդհանրապես վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին, մասնավորապես նշել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, նշելով, թե խաղաղությունն անծանոթ միջավայր է երկու երկրների համար։ Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում մամուլի փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք, հայտարարել է Փաշինյանը և հավելել, թե պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող։ Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող, հավելել է Փաշինյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի երեկվային հայտարարությանը, թե Սևանը Գյոչյա է։
3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը, ով հանդիսանում է երեխայի հայրը, կալանավորվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Ներքին գործերի նախարար Ալփինե Սարգսյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահարել փոքրիկին։ Ազգային միասնության օրը Ռուսաստանի վաստակավոր շինարար Արտյումենի հայկական սփյուռքի ղեկավար եւ բարերար Աբ Ռահամ Հովեյանը շնորհավորել է ռուսներին եւ իր հայրենակիցներին։ Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ հետագայում Ռուսաստանի օրներկի վերածված երգի 3 հեղինակներից մեկը հայ է լրագրող եւ գրող Գաբրիել Արշակի Ուրեկլյանցը, որն ավելի հայտնի է իր բեմական Էլ Ռեգիստան անվամբ։ Աբ Ռահամ Հովեյանը նաեւ հիշեցրել է, որ նույնիսկ այսօր Ռուսաստանի ժողովուրդները միասնական են պայքարում հատուկ ռազմական գործողության մարտադաշտերում։ Ըստ Հովեյանի, հենց երկրի ներսում միասնությունն է, որ պետությունը դարձնում է ուժեղ եւ ունակ հետ մղելու արտաքին սպառնալիքները։ Իր ուղերձում բարերարը նաեւ հղում է կատարել հիմնին։ Նրա կարծիքով եղբայրական ժողովուրդների դարավոր միություն տողը ոչ միայն բանաստեղծական փոխաբերություն է, այլև պատմական ճշմարտություն եւ իրականություն, որը գոյատևել է արևմուտքի արտաքին սպառնալիքներից անկախ։ Եզրափակելով Աբ Ռահամ Հովեյանը միասնությունն անվանել է ժառանգություն եւ կոչ է արել պահպանել այն։ Հյուսիսային Կորեայի ուժերը Դեղին ծովի ուղղությամբ մոտ 10 բազմակի կրակի հրթիռային համակարգեր արձակել են մոտ 1 ժամ առաջ, նախքան Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը կժամաներ հյուսիսային եւ հարավային Կորեաների սահմանակից, ապա ռազմականացված գոտի։ Այս մասին հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով հարավկորեական ռազմական պաշտոնյաներին։ Նոյեմբերի 3-ին Կորեայի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները 2017 թվականից ի վեր առաջին անգամ միասին այցելեցին ապա ռազմականացված գոտի։ Հրթիռի արձակումը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 16:00-ին, Երևանի ժամանակով 11:00-ին։ Սեուլը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի ուժերը մոտ 10 հրթիռ են արձակել տեղական ժամանակով մոտավորապես 15:00-ին, Երևանի ժամանակով 10:00-ին։ Երբ Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում տեղի էր ունենում Հարավային Կորեա եւ Չինաստանի գագաթնաժողովը, Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը հանդիպումից առաջ նշել էր, որ կորեական թերակղզու ապամիջուկայնացումը կարող է դառնալ երկու երկրների առաջնորդների քննարկման առարկա։ Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն Ուկրաինայի հաղթանակի մասին իրենց կախարդական հավատից։ Այս մասին գրում է American Conservative-ը։ Պարբերականը գրում է, որ ԱՄՆ պաշտոնյաները ծայրահեղ կտրված են իրականությունից, սա պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայի հաղթանակի հանդեպ նրանց հավատով, այլև այն ենթադրությամբ, որ Հյուսիսային Կորեայի վրա կարող են ճնշում գործադրել հրաժարվելու իր միջուկային զենքից։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պետք է հրաժարվեն Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի մասին իրենց կախարդական հավատից եւ ընդունեն իրականությունը, որքան էլ այն տհաճ լինի, եթե պատերազմը շարունակվի, Մոսկվան ի վերջո կհաղթի։ Այլ ընտրանքը երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկին դիմելն է։ ՆԱՏՕ-ի ներկայիս միջնորդական պատերազմը վերածելով Ռուսաստանի հետ ուղղակի լիարժեք հակամարտության, նշվում է հոդվածում։ Հեղինակը շեշտել է, որ արևմտյան քաղաքական գործիչներն ու հանրությունը պետք է ընդունեն իրավիճակը այնպես, ինչպես կա։ Նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի միջուկային զենքի զգալի պաշարներ։ Նա նաև նշեց, որ Չինաստանը մոտ ապագայում նմանատիպ ներուժ կունենա։ Ռուսաստանը միջուկային զենքի զգալի պաշար ունի, եւ Չինաստանը շատ բան կունենա, ասել է ԱՄՆ նախագահը։ Քաթարի էներգետիկայի հարցերով նախարար Սաադ Բեն Շարիդա Ալ-Քաաբին հայտնել է, որ այն դեպքում, եթե Եվրամիությունը չմեղմացնի իր չափանիշները բնապահպանական քաղաքականության մեջ, ապա իր երկիրը կարող է դադարեցնել հեղուկացված բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Լենտան։ Էներգետիկայի նախարարի խոսքով արտանետումների զրոյական մակարդակի հասնելու Եվրոպայի պահանջն անիրատեսական է։ 2025 թվականի առաջին եռամսյակում Քաթարը դարձել է Եվրամիության հեղուկ բնական գազի երրորդ խոշորագույն արտահանողը ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ վարչապետ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդին։ Նոյեմբերի 3-ին հայտնել է Reuters-ը, հողում անելով Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյային։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, թագաժառանգը կայցելի Միացյալ Նահանգներ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Էրիադի վրա միանալու Աբրահամի համաձայնագրին։ Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել այցի մասին։ Գործակալությունը որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել։ Ամերիկյան վարչակազմը բազմիցս ընդգծել է, որ փորձում է ապահովել, որ Սաուդյան Արաբիան առաջին հերթին միանա Աբրահամի համաձայնագրին։ Աբրահամի համաձայնագրերը կնքվել են Իսրայելի եւ մի շարք արաբական երկրների միջև 2020-2021 թվականներին ԱՄՆ միջնորդությամբ։ Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է, որ գնաճը մինչև 2025 թվականի վերջը կնվազի մինչև 30%-ով։ Այս մասին հայտնել է փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցում նշվում է, որ սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 33.29%, ինչը նվազում է նշանակում օգոստոսի 32.95%-ի համեմատ։ Հաջորդ տարվա նպատակը 20%-ից ցածր լինելն է եւ մինչև 2027 թվականը միանիշ թվերի հասնելը, ասել է Յիլմազը։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը 43%-ից իջեցնել մինչև 40.5%։ Թուրքական կարգավորող մարմինը նաև իջեցրել է գիշերային վարկավորման տոկոսադրույքը 46%-ից հասցնելով մինչև 43.5%-ի։ ԱՄՆ նախապատրաստում է Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների համար տարածք, հայտնում է Reuters-ը, հղում անելով իր կողմից վերլուծված արբանյակային լուսանկարներին։ Շինարարական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ին Պուերտո Ռիկոյի ԱՄՆ ռազմածովային բազայում Ռուզվելտ Ռոուդսում, որը լքվել էր ավելի քան 20 տարի առաջ։ Այնտեղ նրանք սկսել են մաքրել եւ փոխարինել թռիչքուղու տանող տաքսուղիների ճանապարհի ծածկույթը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները ընդլայնում է քաղաքացիական օդանավակայան ենթակառուցվածքները Պուերտո Ռիկոյում եւ Սենտ Կրուայում, որոնք ԱՄՆ Վիրջինյան կղզիների մաս են կազմում։ Այս տարածքները գտնվում են Վենեսուելայից մոտավորապես 500 մղոն, մոտավորապես 800 կիլոմետր հեռավորության վրա։ Վաշինգտոնը Կարակասին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում բավականաչափ նախաձեռնողական չլինելու մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը եւ հայտարարել, որ Պաղեստինյան համաշարժումը պետք է հանձնի վերջին պատանդների մասունքները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը։ Մերցը եւ Նեթանյահուն քննարկեցին Գազայի հատվածում հրադադարի հետագա կայունացման ուղիները։ Կողմերը համաձայնության եկան, որ մարդասիրական օգնությունը պետք է անվտանգ եւ բավարար քանակությամբ հասցվի Գազայի բնակիչներին։ Համասը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների մասունքները, ընդգծել է Կորնելիուսը։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այսինքն հնարավոր է Արագածոտնի թեմից երկրորդ քահանան կարգալույծ արվի եկեղեցու դեմ իշխանական արշավին միանալու համար։ Եվրոմեդիա 24-ի տեղեկությունն հաստատեցին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Թալինի եկեղեցու քահանա Տեր Թադեն նախորդին մասնակցեց հովանավանքում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական գործիչների եւ արձակիչների համար բերդրված ցեսին, որն իրականացնում էր հովանավանքը մոտ 10 օր առաջ օկուպացված կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Նախկին Տեր Արամ քահանան, ում այսօր ավազանի անունով են դիմում Ստեփան Ասատրյան, փոխել է հովանավանքի կողպեքը, իր թիկնազոր հետ միասին դուրս է արել մյուս հզոր մյուս հոգևոր հովին Տեր Սարգսին եւ այսօր էլ կարգալույծ արված արհամարելով եկեղեցական կարգը պսակադրության մկրտության ծեսեր է մատուցում։ ԱՄՆ-ն եւ Չինաստանը կհաստատեն ուղիղ կապի ուղիներ զինված հակամարտության հնարավոր ռիսկերը վերացնելու համար։ Հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հայտարարությանը։ Ծովակալ Դոնգցյունի հետ համաձայնության եկանք, որ պետք է հաստատենք ռազմական համագործակցության ուղիներ հակամարտությունների վերացման եւ ցանկացած հնարավոր խնդրի դեէսկալացիայի համար, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Հեքսեթը պարզաբանել է, որ այդ ուղիների ստեղծման մանրամասները քննարկելու համար շուտով տեղի կունենան բանակցություններ։
Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ից 8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 4-ից 8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։